Թուրքիան կանխակալ է համարում միջազգային հանրության դիրքորոշումը Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է այդ երկրի արդարադատության նախարար Յիլմազ Թունջը միջազգային լրատվամիջոցների հետ Ստամբուլյան հանդիպման ժամանակ։ Reuters-ի փոխանցմամբ նա եվրոպական երկրներին կոչ է արել իրադրությունը սթափ գնահատել։ Թուրքիայի գլխավոր ընդդիմադրի Իմամօղլուի նկատմամբ սկսված քրեական հետապնդումը իրավապաշտպան կառույցներն ու եվրոպական երկրները գնահատել են որպես Էրդողանի հիմնական մրցակցի դեմ սկսված քաղաքական գործընթաց։ Այսօրվա դրությամբ ձերբակալված է բողոքի ցույցերի շուրջ 1900 մասնակից։ Night after night this is growing. Իշխանություններն արտաքսել են բողոքի ակցիաները լուսաբանող BBC-ի թղթակցին։ Մարկ Լոուենը Թուրքիայում էր մի քանի օր լուսաբանելու բողոքի ցույցերը։ Նախորդին նրան ոստիկանությունը բերման էր ենթարկել իր հյուրանոցից ու ձերբակալել 17 ժամով։ Այսօր առավոտյան լրագրողը ծանուցում է ստացել, որ արտաքսվում է հասարակական կարգի համար սպառնալիք հանդիսանալու պատճառով։ Ուկրաինային աջակցող եվրոպական երկրների գագաթնաժողովն ավարտվել է։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրապարակել է գագաթնաժողովի արդյունքները, տեղեկացնում է BBC-ն։ Վարչապետ Սթարմերը նշել է, գլխավոր արդյունքը մեծ աջակցությունն է Ուկրաինային, որպեսզի համոզված լինեն այդ երկիրը հնարավորինս ամուր դիրքերում է։ Եվրոպացի առաջնորդների համար Սթարմերի հստակ է նաև այն, որ պատժամիջոցների չեղարկման մասին դեռ վաղ է խոսել։ Գերմանիայի հեռացող կանցլեր Օլաֆ Շոլցը նույնպես կարծիք է հայտնել, որ պատժամիջոցների չեղարկումը լուրջ սխալ կլինի, քանի դեռ խաղաղություն չի հաստատվել։ Ցավոք դրանից դեռ շատ հեռու ենք, ասել է Շոլցը։ Պաղեստինյան Համաս ահաբեկչական խմբավորումը հաստատել է, որ գիշերը սպանվել է իրենց ներկայացուցիչներից Աբդել Լաթիֆ Ալ-Քանուան։ Ըստ լրատվամիջոցների նա խմբավորման խոսնակն է։ Գազայի հյուսիսում Ջեբալիայի վրանային ավանի ուղղությամբ է իսրայելական հարձակում եղել, որտեղ նաև Ալ-Քանուայի վրանն էր։ Գազայի առողջապահության նախարարության տվյալով իսրայելա-պաղեստինյան ճակատում մարտական գործողությունների վերսկսումից ի վեր 10 օրում զոհվել է ավելի քան 700 պաղեստինցի։ Վիրավորների թիվն անցնում է 1300-ը։ Եգիպտոսում Հուրգադայի ափերի մոտ զբոսաշրջային բաթիսկավ ստորջրյա զբոսանավակ է ջրասույս եղել, որի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի։ Հուրգադայում ռուսական հյուպատոսությունը տեղեկացնում է, որ միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան։ Սինդբադ հյուրանոցի համանուն զբոսանավակը 45 զբոսաշրջիկներով ստորջրյա էքսկուրսիա էր իրականացնում Կարմիր ծովում 25 մետր խորության վրա։ Բոլոր զբոսաշրջիկները ռուսաստանցիներ են։